հարցում, ինչպես նաև ապօրինի կալանքը դադարեցնելու հարցում։ Ալեն Սիմոնյանի պատասխանի։ Ինչ նախադասության մեջ։ Չէ, նախադասության մեջ է օգտագործված, այսինքն այն ձևակերպումը, որ այդ ձևակերպումը, որ քրեական դատալեքսում էլ դրված, այսինքն Ալենին պատասխանելու համատեքստում հետույքով եսի մինչեր ինչ-որ sense մի բան էլի այտենց բայց այդ ձևակերպման մեջ միակ բառը իրեն ինչի է համար են մեղադրում, անպարկեշտ արտահայտությունների միակ բառը, որ մեր մտքով անցել է, որ իրենց մտքով անցել է, որ կարող է անպարկեշտ լինել, հետույքն է, որտեղ մնացածները ոսկեղենիկ բառեր են եղել, էլի ինչ որ այլ բան չունեն։ Հոդվածը ստեղ կարևոր է ասեմ, հոդվածը ոչ թե վիրավորանքն է, վիրավորանքով իդեպ առանձին մարդամտել է, վիրավորանքով առանձին ուրեմն վարույթ կա, ոչ թե վիրավորանքն է, ոչ թե խուլիգանությունն է, իսկ խուլիգանությունը հարության դեմ ուղղված է, այսինքն դու պետք է կամ հարությունը պետք է անդորը խախտվի քո օգտագործած բառամթերքով, իսկ այդ բառամթերքը, որը որ օգտագործվել է Նարեկի կողմից, իրեն վերագրված բառամթերքը, միակ բառը, որը որ կարող է իրենց մտքով անցած լինել, որ կարող է սա անպարկեշտ լինել, դա հետույքն է, նախադասության մեջ մնացած որևէ բառ նման նշանակություն չունի։ Այսքան է։ Այսինքն այդ ձևակերպումը, որ մեղադրանքի մեջ կա, այդտեղ որ այլ բան մեր մտքով չի անցնում, դրա համար ենք մենք դա ասում։ Նորից ասեմ, սա վիրավորանքի մեղադրանք, խուլիգանության մեղադրանք է։ Իսկ մենք տեսել ենք, որ խուլիգանության մեղադրանքը հետույք բառով լինի, չեք տեսել իհարկե։ Այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ։ Ամփոփելով, այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 9-րդ օրն է, եւ Նարեկ Սամսոնյանը հացադուլի